Հայաստանում Իրանի դեսպան Մեդի Սոբանին հայտնել է, որ ռազմական գործողությունների արդյունքում Իրանում զոհվել է 224, վիրավորվել 1200 մարդ։ Դեսպանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետության իշխանություններին Իսրայելի գործողությունները դատապարտելու համար, բարձր են գնահատում ազնիվ ժողովրդի զորակցության եւ աջակցության համար, մենք զգում ենք հայ ժողովրդի հոգեվոր աջակցությունը, նշել է նա։ Ռոբերտ Քոչարյանից դատի տալու մասով շատ ուրախ եմ, եթե իմանայի ինձ դատի է տալու պատրաստ էի պետտուրքը վճարել, ասել է ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Կարծում եմ ինքը պետք է գաղափարացի, որ ինքը մարդասպան չէ, թալանչի չէ, նշել է Սիմոնյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Ալեքսանդր Թիմանին։ Զրուցակիցները քննարկել են համագործակցությամբ իրականացվող ծրագրերին վերաբերող հարցեր եւ անդրադարձ կատարել հետագա քայլերին։ Հայաստանի տարածքով Իրանից տարհանվել է Հնդկաստանի 110 քաղաքացի, այս մասին տեղեկացրել է արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը։ Հայաստանի Հանրապետության կողմից ցուցաբերվել է համապատասխան աջակցություն։ Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իսրայելի ագրեսիան Իրանի դեմ հակասում է բոլոր միջազգային նորմերին։ Նա նշել է, որ միջազգային հանրությունը պետք է պատասխանատվության ենթարկի ագրեսորին եւ խստորեն դատապարտի այդ ագրեսիան։ Հայաստանի հավաքականի 25-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով կրկին հետաքրքրված է հոլանդական Այաքսը։ Ամստերդամյան ակումբը դիտարկում է ֆուտբոլիստին ձեռք բերելու հնարավորությունը 2025 թվականի ամառային տրանսֆերային պատվանի ընթացքում։